պետքարտուղար Մարկ Ռուբիոն նշել էր, որ էսկալացիայի վտանգ են տեսնում եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են անում Ադրբեջանի կողմից վտանգ են տեսնում։ Ինչով է պայմանավորված կարծում եք այս անհանգստությունները, արդյոք տևական ժամանակ սահմանում լարվածությամբ է, թե այլ վերլուծություններ կան։ Եվ կներեք, երեկ Փաշինյանը վերահաստատեց, որ պատերազմ չի լինելու։ Գիտեք, բավական հետաքրքիր եւ կարևոր հայտարարություն է հնչել, հատկապես այն համատեքստում, որ վերջին երևի 3-4 ամիսներին արտաքին բոլոր խաղացողներն, անկախ նրանից թե դրանք ինչ դերակատարում ունեն մեր ռեգիոնում, բոլորը խոսում են խաղաղության կամ անխուսափելի խաղաղության մասին, որևէ մեկը չի խոսում ռիսկերի մասին, բոլորով միասին կարծես թե օգնում են հայաստանյան իշխանությանը ստեղծելու կեղծ խաղաղության միֆ, առայն որ Հայաստանի որևէ բան չի սպառում։ Հիմա ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում ավելի շատ գնահատել են այն հայտարարությունները նաև, որոնք հնչում են Ադրբեջանից։ Ադրբեջանի կողմից աննախադեպ մեծ ծավալներով սպառազինության գնումները, եղած սպառազինության արդիականացումը, բավականին մեծ թափ ստացած ագրեսիվ հայտարարությունները, որոնք ըստ այդ վերլուծությունների կարող են մի օր պայթել։ Այսինքն մարդ պետք է միայն կույր լինի եւ առասարակ զրոյական գիտելիքներ եւ վերլուծության հմտություններ ունենալ, որ գտնվեց դաշտում եւ այս սպառնալիքը եղած իրադարձությունների համատեքստում պարզապես չգնահատեց։ Այս դեպքում կարծում եմ Միացյալ Նահանգներից հնչածը որոշակի արձագանք էր առայն, որ իրականում ռիսկ գոյություն ունի ի հեճուկս Հայաստանի եւ այլ երկրների հնչեցրած այն հայտարարություններին, որ պարզապես պատերազմի հավանականություն չկա։ Իհարկե Հայաստանում դժվար է գտնվի մի մարդ, ով որ կցանկանա, ասի, որ կցանկանա, որպեսզի պատերազմ լինի։ Բայց խնդիրը այստեղ ցանկություններ չեն, խնդիրը իրավիճակի ճիշտ գնահատականն է, իրադարձությունները ճիշտ ընկալումն է, որպեսզի կարողանաս քո երկրի նկատմամբ առկա ռիսկերը շատ ավելի ճիշտ գնահատես։ Հիմա Հայաստանի իշխանությունը այս պայն խնդիր ունի ընտրություններից առաջ հանրությանը նախապատրաստել նրան, որ սա միակ իշխանությունն է, որը իր համար ստեղծել է կոմֆորտ եւ բերել է խաղաղություն, անկախ նրանից թե ինչ ծավալի զիջումներ է գնացել, այն պարագայում է, որ Ադրբեջանը նույնիսկ հիմա էլ շարունակում է տարածքային հավակնություններ դրսևորել Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ ներկայումս որևէ խոսք չի գնում այն տարածքների մասով, որոնք 21-22-23 թվականին Ադրբեջանի կողմից օկուպացվել են եւ այս պարագայում Ադրբեջանը շարունակում է այսպես ասեմ նեղացնել Հայաստանի մանևրային հնարավորությունները եւ հայ ժողովրդին ըստ էության նախապատրաստում են նոր զիջումների։ Պարոն Աբրահամյան, երեք հետաքրքիր Ֆրանսիայի արտգործնախարարի կարծես թե մեր արտգործնախարարը պայմանավորվել են, որ Սյունիքում պետք է բացվի Ֆրանսիայի հյուպատոսություն, նաև մամուլում տեղեկություններ կան, որ ավելի քան 3 տարի Ռուսաստանն էլ է պնդում Սյունիքում հյուպատոսություն ունենալու, այս պահին այնտեղ միայն Իրան ունի եւ Լավրովն էլ ասաց, որ այդ հարցը քննարկվում է։ Հիմա ձեր կարծիքով ինչու են գերտերությունները փորձում, որտեղ հյուպատոսությունը այսպես հենց այնպես չեն բացում, ինչու են փորձում բոլորը այնտեղ ներկայություն ունենալ եւ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից ավելի շատ այսպես դրական մոտեցում կա Ֆրանսիայի հյուպատոսություն ունենալու, եթե Ռուսաստանինը 3 տարի է տևական ժամանակ է ձգձգում են։ Որևէ մեկի համար նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ Սյունիքը ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի համար, որը նաև մեր կապն է հարավային բարեկամ երկրի Իրանի հետ, այլ նաև ռեգիոնալ, նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից, հատկապես երբ որ խոսք է գնում կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, որովհետև անկախ նրանից թե ինչ է մեզ դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները մի փուլում բացվելու են եւ Հայաստանը որևէ փուլում կարող է դառնալ այն խաշմերուկը, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ։ Սա եթե որոշ երկրների համար զուտ տնտեսական նշանակություն ունի, ապա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է նաև քաղաքական մրցակցության հարցը եւ նաև քաղաքական հակազդեցության հարցը եւ դրանով է պայմանավորված, որ մի քանի երկրներ հետաքրքրություն են դրսևորել հյուպատոսական ծառայություններ կամ դիվանագիտական ներկայացվածություն ունենալ Սյունիքում, որպեսզի յուրաքանչյուր իր մասով կարողանա պաշտպանել իր աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ շահերը։ Որ դա բոլոր խնդիրների լուծման միակ տարբերակն է, նշելով, որ
բոլոր խնդիրները կլուծվեն եւ երբ այդ պայմանագիրը ստորագրվի։ Իրատեսական է կարծել, որ պայմանագրի ստորագրումից հետո եթե ստորագրվի բոլոր խնդիրները կարող են լուծվել։ Առաջին բանը, որ այս թեմայի հետ կապված քննարկումներում պետք է արձարծվի, դա հետեւյալն է. ինչ է գրված խաղաղության պայմանագրում, որովհետև հայտարարվեց խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը, բայց որևէ պայմաններում այդ փաստաթուղթը չհրապարակվեց։ Կա 17 կետանի փաստաթուղթ, որից 2-ն է հանրայնացվել, եւ դրանից հետո որևէ մեկը չգիտի, թե այդ փաստաթղթում ինչ է ներառված։ Հիմա այն վերլուծությունները, որոնք կան, դրանք հիմնված են այն քննարկումների վրա, այն վերլուծությունների վրա, որոնք տարբեր փուլերում քննարկվել են, տարբեր կողմերից բարձրաձայնվել են եւ դրա հիման վրա է, որ որոշակի եզրակացություն է իրականացվում, բայց գլխավոր խնդիրը այն է, որ փաստաթուղթը հրապարակված չէ։ Հիմա մեզ բերում են հրամցնում են եւ դրանով խոստանում են մի փաստաթուղթ, որի մասին որևէ մեկը տեղեկություն չունի, հասկանում եք, ու դրանով խոստանում են ապագա։ Ես կարծում եմ, որ խաղաղություն խաչմերուկ ասված փաստաթուղթը բարի կոնկրետ խաղաղության խաչմերուկի փաստաթուղթը բարի ցանկությունների մասին նախագիծ է, բայց մի կողմից ունենք այս փաստաթուղթը, մի կողմից ունենք խաղաղության պայմանագիրը եւ դրա իրար հետ փոխ լրացնող լինելը կամ ընդհանուր հայկական շահերի ներկայացման այդ հանգամանքը որևէ տեղ արձանագրված չէ։ Իշխանությունը չունի այլ տարբերակ, քան հրապարակելու այդ փաստաթուղթը ամբողջության մեջ, որպեսզի մեր քաղաքացիների համար հստակ դառնա, թե իրականության մեջ ինչի մասին է խոսքը։ Պարոն Աբրամյան, Արևմտյան Ադրբեջանի, այսպես ասած, ներկերեք արտգործնախարարի մամուլի խոսնակն էլ անդրադարձավ, կարծեմ Ալիևն էլ է անդրադարձել։ Ինչ է կարծում, սա ամեն դեպքում Ադրբեջանի համար իրատեսական ծրագիր է, թե սա պարզապես այսպես նախապայման է կամ ինչ որ միջոց է խաղաղության պայմանագիրը չստորագրելու, ինչ որ պատրվակ ձգձգելու։ Դա ամեն դեպքում իրենք իրատեսական են համարում այս ծրագիրը։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը այս իրավիճակում մի քանի խնդիր է միանգամից լուծում։ Սա մի կողմից հնարավորություն է ձգձգելու բանակցային գործընթացը, որովհետև Ադրբեջանում դեռ չկա վերջնական պատասխանն այն բանի, թե արդյոք դեռևս հնարավոր է ավել բան քամել Հայաստանից կամ ստանալ Հայաստանից։ Երկրորդ խնդիրը դա հստակ տարածքային նկրտումներն են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը անհրաժեշտ գեոպոլիտիկ իրադրության դեպքում Ադրբեջանի համար կարող է կանաչ լույս վառել, կլինի դեռ ռազմական ճանապարհով, թե կլինի Հայաստանի նկատմամբ պահանջների ձևով, դա այս պահին դեռևս հստակ չէ, դա բազմաթիվ այլ իրողություններից է կախված, բայց այն ինստիտուցիոնալ գործընթացը, որը Ադրբեջանը սկսել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի ներքո, դա Հայաստանի Հանրապետության համար մշտապես կախված սպառնալիք է լինելու։ Անկախ նրանից դրանք մի փուլում կպասիվացնեն, ինչ որ փուլում կակտիվացնեն, Ադրբեջանը բավականին մեծ ֆինանսական, քաղաքական եւ քարոզչական ներդրում է անում այդ այսպես կոչված պրոյեկտում եւ ես համոզված եմ, որ այս թեման ունի զուտ կարճաժամկետ նշանակություն եւ սա առաջիկայում նաեւ խաղարկվելու է Հայաստանի գլխի նոր սպառոնիկներ բերելու, Հայաստանի նկատմամբ շանտաժի այդ էլեմենտը ուժեղացնելու եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության կենսական շահերը տրորելու համար։